ոլորտի խնդիր է։ Տիկին Սահակյան, մենք տեսանք, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակում այնտեղ կետ կար միեդի հայցերը հետ կանչելու մասին, արդյոք ունենք տեղեկություն մինչ այս պահը եղած գործերով միեդում գերիների հետ կապված, նրանց պահման պայմանների, նրանց իրավունքների հետ կապված որևէ դատական գործ հետ կանչվել է թե չէ, գործընթացը սկսվել է թե չէ, ու արդյոք իշխանությունները ունեն լծակներ մասնավոր իրավապաշտպանների միջոցով, մասնավորապես ձեր միջոցով հայցերը, այն մարդիկ, ովքեր օգտվում են ձեր ծառայություններից, այդ հայցերը հետ կանչել ստիպելու կամ պարտադրելու հետ կապված ինչ-որ լծակներ կան, թե ոչ։ Ուրեմն խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը, այո, ունի դրույթ, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն միեդի գործընթացներին, այլ ցանկացած իրավական գործընթացի։ Իհարկե ձևական առումով նաև փոխադարձության սկզբունքն է դրված, բայց կարծում եմ այստեղ էական է, որ Հայաստանը հրաժարվի իր պահանջատիրությունից եւ սա կարող է հանգեցնել դատական գործընթացների ավարտին թե մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ Հայաստանը ունի 4 հայց, եւ թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ Հայաստանը ունի 1 հայց։ Համաձայնագիրը լռում է Թուրքիայի դեմ ներկայացված հայցի մասին, այսինքն մենք չունենք էքսպլիսիտ կարգավորում, բայց իմ գնահատմամբ մեկնաբանությունը ընթանալու է այն տրամաբանությամբ, որ Թուրքիայի պատասխանատվությունը եղել է ածանցյալ 20 թվականի կոնֆլիկտի ներգրավվածության ուժով, եթե չկա սկզբնական հայցը, ապա տրամաբանական է ածանցվող պատասխանատվությունների առնչությամբ հայցերից հրաժարումը, այստեղ կարող ենք նայել, դիտարկել ինչ ճակատագրի կարժանանա Հայաստան դեմ Թուրքիայի հայցը, որը համաձայնագրի ուղիղ կարգավորման առարկա չէ, բայց համաձայնագիրը պարտադրում է, որպեսզի կողմերը հրաժարվելու մտադրությունը ներկայացնեն դատարաններին, բայց վերջնական որոշում կայացնողը դատարաններն են։ Իհարկե դատարանները քաղաքական ենթատեքստը հաշվի են առնելու, բայց մենք պետք է հասկանանք, որ վերջնական որոշման կայացումը գտնվում է դատական տիրույթում։ Որքան էլ Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանան հրաժարվեն, բայց դատարանը չընդունի, մենք չենք ունենա գործերի ավարտ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եվրոպական դատարանի պարագայում առնվազն կա հետևյալ սկզբունքը, որ գործի հրաժարման մտադրությունը բավարար չէ գործը դադարեցնելու համար, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն եւ կան հետաքրքիր գործեր, երբ խոշտանգման զոհը անմիջականորեն դիմել է դատարանին եւ հայտնել է, որ այլևս հետաքրքրված չէ իր գործի քննությամբ, խնդրել է գործը հանել քննության ենթակա գործերի ցուցակից, բայց դատարանը այս արդարադատության շահը ստանդարտի գնահատմամբ մերժել է խնդրանքը եւ նշել է, որ խոշտանգման զոհերի պաշտպանությունը, ստանդարտները, նրանց վերականգնումը շատ կարեւոր է եւ կանխարգելող է այլ դեպքերի համար եւ արդարադատության շահը պահանջում է իրավական ստանդարտների ներմուծում, գործը քննել է, խախտում արձանագրել է, ուղարկել է կատարման եւ այլն։ Հիմա մենք իրականում աշխատում ենք հասարակական տարբեր կառույցների հետ մեկտեղ, որպեսզի ցուցադրենք ինչպիսի զոհերի խմբեր կան եւ այստեղ կա արդարադատության շահ հասնել գործի վերջնական հանգուցալուծման։ Ընդ որում Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ 2 հականգատներ ունի, մենք պատրաստ ենք տեսնելու, թե Հայաստանին ինչպիսի խախտումներ են վերագրվելու եւ Հայաստանը իրականում ինչ պատասխանատվություն ունի Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների խախտման հարցերում եւ մենք կարող ենք միջազգային կառույցների դատարանների ներգրավմամբ մեկ ընդմիշտ պարզել խնդիրները եւ ապահովել արդարություն բոլոր տուժած սուբյեկտների համար։ Դրա համար պետք է սպասել եւ տեսնել ինչպիսին կլինի դատարանի արձագանքը։ Իմ ունեցած տեղեկություններով բոլոր գործերը ընթանում են, այսինքն Հայաստանը այս պահին հրաժարված գործեր չունի եւ կարծում եմ հրաժարման հիմքն էլ չունի, քանի որ նախաստորագրմանը պետք է հաջորդեն այլ գործընթացներ, ստորագրում, վավերացում եւ ուժի մեջ մտնելու գործընթաց։ Քանի դեռ այդ
համաձայնագիրը ուժ չի ստացել, հայցերից հրաժարման իրավական հիմքը գոյություն չունի։ Խնդիրը կարծում եմ արդիական կլինի, երբ հաստատուղթը մտնի ուժի մեջ, որովհետև այդ պահից հաշված 1 ամսյա ժամկետում երկու կողմերը պարտավորություն ունեն դատարաններին հայտնել դատական հայցերից հրաժարվելու իրենց մտադրության մասին։ Տիկին Սահակյան, միջազգային կառույցների մասին խոսեցիք, բայց այնուամենայնիվ ուզում էի ճշտել, հա, մեր պատանդների գերիների հարցում միջազգային կառույցները որքանով են ակտիվ եւ այս խնդիրը որքանով է իրենց հետաքրքրությունների շրջանակներում եւ արդյոք Հայաստանը պետական մակարդակով աշխատանք տանում է այդ կառույցների հետ, որպեսզի իրենք էլ տարբեր հարթակներում բարձրաձայնեն խնդրի մասին։ Ուրեմն մենք ունենք դատական ատյաններ եւ ատյաններ, որոնք դիվանագիտական քաղաքական աշխատանք են կատարում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այստեղ դատարանները խնդրին ծանոթ են եւ մենք ունենք գործընթացներ եւ միջպետական եւ անհատական։ Եթե խոսում ենք ավելի քաղաքական ուղղվածության կառույցների մասին, իրականում խնդիրը հայտնի է, բայց շատ ինտենսիվ տեղեկատվություն չի մատուցվում նաև զարգացումների վերաբերյալ, օրինակ նշեմ, որ ՀՀԿ հովանու ներքո, երբ որ այդ մարդու իրավունքներին առնչվող բարձրաստիճան համաժողովներ կամ մարդու իրավունքների խորհրդի սեսիաներ, տարբեր երկրների պատվիրակների հետ, երբ մենք հանդիպումներ էինք ունենում, նրանցից շատերը անտեղյակ էին, որ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցվել է։ Անգամ տեղեկություններ չունեին գերիների հանգամանքների, նրանց առաջադրվող մեղադրանքների վերաբերյալ, բայց շատ տեղեկացված էին օրինակ ադրբեջանական կեղծ թեզիսներից, օրինակ Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ ունեին տեղեկություններ եւ հասարակական կառույցների ակտիվությունն էլ ադրբեջանական շատ բարձր էր։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանի դիվանագիտությունը չի հասնում կամ չի կարողանում ապահովել խնդիրների համակողմանի լուսաբանումը, միջազգային օրակարգում կան բազմաթիվ նոր խնդիրներ, որոնց առնչությամբ աշխատում են եւ պետությունները եւ հասարակական կազմակերպությունները, ադրբեջանական կողմը գեր ակտիվ է իր թեզերը առաջ մղելու հարցում, այդ թվում փախստականների խնդիրը եւ սահմանափակ ռեսուրսների պարագայում հայկական խնդիրները կամ մնում են չնկատված, կամ իրենց առաջնահերթությունն են կորցնում։ Հիմա պետք է ավելի ագրեսիվ լինել այդ քաղաքական դիվանագիտական աշխատանքում, որպեսզի ամենաժամյա հիմունքներով լրացվող այդ օրակարգում մենք կարողանանք պահպանել մեր խնդիրները որպես օրակարգային հարց, եւ այստեղ պետք է եւ պրոակտիվ դիվանագիտություն իշխանությունների կողմից եւ հանրային նաեւ դիվանագիտության տարերի օգտագործում հասարակական կազմակերպությունների կողմից։ Մեր ռեսուրսները սահմանափակ են եւ դրա համար ես կողմնակից եմ այդ փոխլրացման սկզբունքով աշխատանքների կատարմանը։ Օրինակ ես կցանկանայի, որ այդ հանդիպումներին մեր հասարակական կազմակերպությունները ավելի մեծ ներկայություն ունենային, ինչը նաև կապված է ֆինանսական ռեսուրսների եւ հնարավորությունների հետ, բայց եթե շատ մասնակցություն լինի, այդ օրերի ընթացքում ավելի շատ պատվիրակների հետ հանդիպումներ կլինեն եւ խնդիրը ավելի ընկալելի եւ տեսանելի կլինի դիվանագետների համար։ Շնորհակալ եմ։